Շարունակենք մինչ սուրճերը կվերցնենք Հովական բարդականություններ առաջին մասը այս երեգո դերեգամի վաղ առավոտ կշարունակենք մյուս մասը ուրեմն հավատարիմ հովի աստվածաշնչյան բարդականություններ Աստված տվել է մի քանի հիմնական հատվածներ, որոնք բացատրում են, թե ով պետք է լինի հովիվը եւ ինչ պետք է անի հովիվը Արդեն իսկ մենք նկատի ունեցանք 1 Տիմոթեոս 3-ից, Տիտոս 1-ից եւ 1 Պետրոս 5-ից հատվածներ, որ երեցների մասին, հովիվների մասին խոսում են։ Սակայն հնարավոր է, որ նոր դագարանի ամենա բարձրաբանող գրքերը, որոնք վերաբերվում են ծառայության աշխատանքին, այս երկու եղբայրները գասեն, լինեն A եւ B Թեսաղոնիկեցիներ։ Այս սովական ուղերձների մանրագրգիռ վերլուծությունը հանգեցնում է այս հիմնական ծառայության նկարագրությունը։ Հովի առաջնային գործունեությունը ներառում է հետևյալները։ Մի առմեկ նայենք անշուշտ այս բոլոր եղբայրներ ջան գիտենք, բարձրապես վրայեն պիտի անցնենք, պիտի մի քիչ խորհրդացենք։ Հիմա աղոթքը կարևոր դեր ունի հովի կյանքի մեջ։ Եթե սուրբ գրքեր ունենք մեկ Թեսաղոնիկեցիների եղբայրներ ջան մի քանի կետեր պիտի լինեն ամեն մի էջուն վրա ուրեմն ավելի լավ է որ սպասեք չէ՞ ոչ պետք է նկարեք սա բարձր ես գասեմ որ ինչու 4-5 առնվազն գա այդպիսի ուրեմն մեկ Թեսաղոնիկեցիների երկու համարում գասե առաջին գլխի գոհանում ենք Աստվածանից ամեն ժամանակ ծեր ամենի համար ձեզ իշելով մեր աղոթներումը Աղոթքը անշուշտ կարևոր դեղ ունի երեցի կյանքում։ Ինչպես ասեցինք, առաքյալները մեր օրինակն էին Գործք 6-ից, նրանք ասեցին մենք Աստծո խոսքի կարծության եւ աղոթքի պիտի բարաբենք, եւ այս աղոթքը անշուշտ նրանց ծառայության մաս է եւ մեր ծառայություն իբր երեցներ հովիվներ նմանապես մենք աղոթքի պետք է անցերնից նվիրենք Եվ աղոթքը կարևոր դեղ ունի, եւ նայեցեք եղբայրներ ջան, հիմա ուզում եմ հետեւյալը ասել։ Քոնե իմ մասից խոսելով, հիմա բարձրապես վկայությունս է, որ Աստծո խոսքը սերդելը ավելի ինձի հեշտ գալիս է, քան թե աղոթելը, ինչու որ աղոթելը ավելի դիսցիպլինի գարոտ է, ղարկաբավության գարոտ է։ Եվ կարող է ծեր փորձառություններից էլ նույնը կարակ ասել, զորնակ, ինչու կասեմ սա, համեմատությամբ, ես համեմատության մասին խոսում եմ։ Ես չեմ ասում չեմ աղոթեր, Զորնակ մի ժամ եթե Աստծո խոսքը ուսումնասիրեմ, ես մի ժամ աղոթքի ժամ չեմ դալի, նույնպես։ Սուրբիկի երբեք չի ասում, որ մի ժամ եթե սուրբի կարդում ես, սերդում ես, մի ժամա պետք է աղոթես։ Բայց բարձրապես ասելով, որ ավելի թերի եմ նրա մեջ, աղոթքի մեջ, բայց գիտեմ, որ ավելի պետք է աղոթքի ժամանակ տամ։ Ինչպես ալ Աստծո խոսքի։ Ավետարանչություն եւ նույնն ագարամ ավետարանչության մասին է խոսա բայց հիմա չեմ ուզում ավելի համեմատություն անել բազմպես ուզում եմ այդ ասենք դգար օրինագովս ավելի շեշտադրել որ աղոթելը կարևոր է ինչպես գիտենք եւ ավետարանելն մեկ Թեսաղոնիկեցիների 4-5 առաջին գլխի մեջ գիտանալով Աստվածանից սիրված եղբայր ծերնդությունը որ մեր ավետարանը ցեզ մոտ չեղավ միայն խոսքով այլև զորությունով եւ հոգով սուրբով եւ շատ լիությունով ուրեմն տեսեք ինչպես ավետարանը մաս ունի առաքյալի կյանքում եւ սա բարձ է մենք գիտենք ոչ թե միայն երեսերը պետք է ավետարանեն մենք գիտենք անշուշտ Աստծո բոլոր ժողովուրդը ինչպես Աստծո բոլոր ժողովուրդներ պետք է աղոթեն բայց նամանավանդ երեսները աղոթքի նվիրված պետք է լինեն ավետարանչության նվիրված պետք է լինեն որբեսի անգելձությամբ Դիրոջ արչև ծառայենք իր խոսքի համացայն ինչու որովհետև իր խոսքի մեջ չգիտեմ ինչ ասում իր խոսքի մեջ հստակ կան է որ Աստծո ժողովուրդը նամանավանդ առաջնորդները պետք է որ այդպես անեն աղոթեն վկայեն Քրիստոսի ավետարանը սպառազինումն էլ կարևոր դեղ ունի երեցի կյանքում Ինչու որտեվ նորից առաջին Թեսաղոնիկեցիների առաջին գլխու մեջ 6-ից 8 համարներում եւ դուք նմանով եղաք կասե մեզ եւ Տիրոջը խոսք ընդունելով շատ նեղության մեջ Սուրբ Հոգու ուրախությունով որ դուք օրինակ եղաք ամեն ավադացյալների Մակեդոնիայի Ակայայի մեջ
որովհետև ձեզանից հրճակվեցավ դիրոջ խոսքը, այդ սպառազինման, պատրաստման, ավելի աշակերտության այդ խորհուրդը էստեղ է, ձեզանից եղավ։ Նրանք արեցին մյուս ավադացյալները ուրիշներին արեցին, ոչ միայն Մագեդոնիայի եւ Ակայայի մեջ, այլ ամենտեղ դուրս եկավ ցերավատ կառասված, այնպես որ պետք չէ մեզ մի բան խոսել։ Ուրեմն առաքյալներից սկսեց այդ սպառազինման ճանկը եւ մյուսերն այդ օրինակին հետևելով նմանեցան առաքյալներին եւ շարունակեցին։ Երկրորդ գլխի առաջին 6 համարներում այսպես կասե. Հովի գործերից մեկը, բարդականություններից մեկը պաշտպանելն է եւ ինչ պաշտպանության մասին խոսա, հիմա կտեսնանք, որովհետեւ ինքներդ գիտեք եղբայրք, այն մեզ մոտ մտնելը, որ ունայն չեղավ, այլ առաջ չարչարվելով եւ անարգվելով, ինչպես գիտեք, Պիլիպեում համարձակեցանք մեր Աստծովը խոսել ցեզ, Աստծո ավետարանը մեծ հագարագությունով, որովհետեւ մեր հորդորանքը ոչ մոլությունից է եւ ոչ բղծությունից եւ ոչ խաբեությունով, այլ ինչպես մենք Աստվածանից ընտրվեցանք, որ ավետարանը մեզ հավատացվի, այնպես էլ խոսում ենք ոչ թե իբր մարդկանց հաջող լինողներ, այլ Աստծուն, որ մեր սրտերը կնում է, որովհետև երբեք շողոքորթության խոսքերով չեղանք, ինչպես գիտեք, եւ ոչ էլ ակահության բաճարանքով Աստված վկա է։ Նրանք ինչ արեցին? Նրանք ճշմարիտ ավետարանի կառուցությունը բաբանեցին, պաշտպանեցին եւ շիդակ ցևով մատակարարեցին նույնիսկ նեղություններու մեջ, հագարագություններու մեջ, աթամարցակություն ունեցան եւ առաքյալը կասե ինչ ալ բադահեց, այսին նրանք վազ չանցան, չտուլացան, չդգարացան նրանց առաքելության նկատմամբ։ 7-ից 8 համարները երբ նայենք, 7-ից 8 համարները 1 Թեսաղոնիկեցիների 2:7-ից 8-ը Թեև կարող ենք ինչպես Քրիստոսի առաքյալները ծանրություն չլինել, բայց Էզաուքի եղանք ծեր մեջ, ինչպես որ մի դայակ սնուցանում է իր երեխաներին, այդ սիրո արդարությունը, այդ սիրո գաբը, այնպես ալ մենք խանդագած սեր ունենալով դեպի ցեզ հաջեցանք ոչ թե միայն Աստծո ավետարանը տալ ցեզ, այլ մեր անձերն էլ։ Նայեցեք այդ սիրո արդարությունը, այդ ծառայությունը գներարի այդ սիրո արդարությունը ինքսինք տալը։ Ինչու՞ որովհետև երբեմն հովական ծառայության մեջ կարող է որ ադեններ լինի, գիտեք, դժվար ավադացիաներ լինեն մեր ծառայության ընթացքում։ Եվ կարանք մտածել, ես կարևորը քարոզը դվի, ինչ ուզե թողնե։ Ինչու որովհետև մի խոսքով մեր սիրտը մի քիչ ցաված է, կամ նույնիսկ կոդրած է։ Ժողովրդից ալ նույնիսկ։ Ոմանք կա ասենք, մեզ այսպես վարվում են, մեր անտեպ այսպես անում են, այսպես խոսում են մեր հետևից եւ այլն։ Եվ եղբայրներ ջան, ինչ ալինի մենք գիտենք Աստծո եկեղեցին է, թույլություններով լի, մենք ալ անշուշտ նրանց մեջն ենք, մենք ալ մարդիկ ենք, որոնք Աստծո շնորհքով փրկված ենք, եւ պետք է նկատի ունենանք, որ Աստծո հոդը հովվենք սիրով, հոժարագամությամբ եւ մեր անձերը տալով։ Նկատի առնելով, այո, մարդիկ տակավին կարող է չհասկանան մեզ եւ այդ սերը չընդունեն, այդ սերը որ ուզում ենք փոխանցել նրանց հանդեպ։ Դու իբր ովիվ քու բարդականություն պիտի անես, դու իբր հոգևոր կորձավոր Աստծո մարդ քու կորձը պիտի անես, սիրո պիտի։ Հիմա գարակ նկարել եղբայրներ ջան։ Աշխատել 1 Թեսաղոնիկեցիներ 2-ը վազի հիշում եք եղբայր մեր աշխատանքը եւ ջանքը որ գիշեր եւ ցերեկ գործում էինք որ ցեզանից ոչ մեկին ծառայություն չտանք եւ Աստծո ավետարանը քարոզում էինք ցեզ այդ աշխատանքը չանք տապելու իրողությունը այստեղը շեշտված է առաքյալի միջոցով աշխատել ջանասիրությամբ ինչու որովհետեւ աշխատանքը պետք չէ ստիված լինի հաբա կամավոր լինի ուզելով լինի Չէ՞ ոչ մեզ համար լավ չէ եւ ժողովրդի համար էլ լավ չէ նրանք որ մեր ծառայությունը տեսնում են գիտեք երբեմն կարող է մեր կյանքում որոշ շրջաններ լինեն ուր ինչ որ առաջ մենք անում էինք եւ տեսնում էինք որ մարդիկ խանդավառ են խանդավառությամբ ընդունում են մեր ծառայությունը աշխատանքը բայց հիմա դեռ մի եկած է կարելի նույնը չեն անում մասամ կամ մեծամասնությամբ ինչ պիտի անենք
վազբիդե անցնենք Աստծո ժողովրդին հովելեն։ Ոչ։ Միայն հովիվների համար չխոսանք, նույնիսկ այսին եթե մեկը երդասարտացի մեջ աշխատում է, ինչու երդասարտ եղբայրներ ունենք այստեղ, որոնք դակավին անպայման հովական ծառայության մեջ չեն։ Ինչ պիտի անենք, բարձրապես որ երդասարտած ծառայության մեջ կան ոմանք, որ այդ եղբայրը լավ չի խոսում, լավ չի կարոզում, լավ չի սովորեցնում, լավ չի առաջնորդում, լավ չի խրադում, բայց այդ հնարավորությունը արիթը պետք է տրվի այդ եղբոր, որպես այդ եղբայրը շարունակի աճել։ Ինչու մեզ ո՞ր մեկը մի անգամից, մեկ օրվա մեջ կամ մեկ տարվա մեջ չհասավ որ ասավ Աստծո շնորհքով, հաբա աճում ենք մեր ծառայության մեջ, ուրեմն աղոթել, ավետարանել, սպառազինել, պաշտպանել, սիրել եւ աշխատել սրանք հոգեվոր կորձավորի երեցի հովիվի բարդականություններից են։ Շարունակելով, օրինակ լինել, երկու դասում գասե, դուք ինքներդ վկայեք եւ ասված էլ, թե ինչպես սրբությամբ եւ արդարությամբ եւ անարադությամբ եղանք ձեզ հավատացյալների մեջ։ Ասենք, երբ առաքյալը ինք այդպես կխոսա, ինք արդեն իսկ ենթադրում է, շիդակցեվո, Աստծո ներշնչմամբ, որ ոչ մեկը բերի չկա բիչսե տեսաղոնիկեցիներից, որ չէ Պողոս առաքյալ, դու լավ օրինակ չէիր մեզ համար։ Եվ առաքյալը այստեղ չի բարդանում, բարձրապես ճշմարտությունը ասում է խրախուսելու համար, որ դուք տեսաք մեր օրինակը, հետևեցեք մեր օրինակին, ինչ որ 1 Կորինթացիների 11:1-ում գասե, ես Քրիստոսի հետևում եմ, հետևեք իմ օրինակից, որ ես հետևում եմ նրան, վերջի վերջո Քրիստոս է, ումի պետք է հետևենք։ Առաջնորդելն էլի կարևոր բարդականություն է հովիմը, 10-ից 12 ամառներում, ինչ որ արդեն գարտացինք այստեղ, շարունակելով, ինչպես գիտեք, որ ցեզանից ամեն մեկին, ինչպես մի հայր իր որդիներին, հորդորում եւ մխիտարում էինք եւ վկայություն էինք տալիս, որ դուք գնաք ինչպես այն Աստծուն գվայել է, որ ցեզ իր արքայության եւ փառքի մեջ կանչեց։ Այսինքն նրանք ուղղորդում էին նրանց օրինակով, առաջնորդում էին Պողոս առաքյալ, նրան գերագիցները երբ եկան Թեսաղոնիկի մեջ հավատացյալներին ծառայեցին, եկեղեցին մնվեց նրանց այդ աշխատանքով եւ Աստված օրհնեց, այդ եկեղեցին հաստատվեց եւ առաքյալը գասե մեր օրինակին հետևեցեք եւ անշուշտ ցույց տվեց ինչպեսի ցևով առաջնորդեց նրանց հորդորությամբ, մխիտարությամբ, վկայություն եք տալիս եւ դուք ալ գասե դուք ալ այդպեսի ցևով գնաք ինչպես այն Աստուծուն գվայել է այդ օրինակին հետևելով։ Կերակրել, իհարկե կերակրելը շատ կարևոր բարդականություններից է հովիմը, նրա համար էլ մենք անբագաս գոհանում ենք Աստվածանից, որ դուք Աստծո գարոզության խոսքը մեզանից արած ընդունեցիք, ոչ թե իբր մարդկանց խոսք, այլ ինչպես որ ճշմարիտ է Աստծո խոսք, եւ որ ներկործում է ցեզ հավատացյալներումը։ Աստծո խոսքը ներկործում է հավատացյալների մեջ։ Աստծո խոսքը ինչպես Եսայի 55-ում գասե, բարապտեղ չի գնում։ Այն սերմը, որ Աստված գծան է նրա խոսքի կարոզության, բարապտեղ չի գնում։ Եվ այդ կարոզության խոսքը, որ մեզանից արած ընդունեցիք կասե, ճշմարիտ Աստծո խոսքն է գասե։ Ուրեմն Պողոս առաքյալ ինք կերակրեց եկեղեցին եւ գերագրումը անշուշտ սնուցանումը Աստծո խոսքի միջոցով է, Աստծո խոսքի միջոցով է։ Դիդել 3:1-8, հիմա նայենք ինչ կասե այստեղ, վասն որը այլևս չամբերելով բարվոք երևեցավ մեզ, որ մենք մինակ մնանք աթենքումը եւ ուղարկեցինք մեր Դիմոթեոս եղբայրը եւ Աստծո ծառան եւ Քրիստոսի ավետարանի մեջ մեր կորձագիծը, որ ցեզ հաստատե եւ մխիտարե ցեր ավատքի համար, որ չսասանիք այս նեղություններումը։ Հիմա ինք ուղարկեց ոսկասե Դիմոթեոս եղբայրը, որ ինք Աստծո ծառանի եւ Քրիստոսի ավետարանին մեջ մեր կորձագիծն է։ Ինչ անելու ուղարկեց։ Ինչու ուղարկեց Դիմոթեոսը, ինչու որ ինք չկարողացավ կալ Դիմոթեոսի ուղարկեց, ինչ պատճառով, ինչ նպատակով։ Նայեցեք ինչ կասե, որ չսասանիք այս նեղություններում վազի դուք ինքներդ գիտեք, որ հենց սրա համար գանքնած ենք, որովհետև երբ որ էլ ցեզ մոտ էինք, գանխավ ասում էինք ցեզ, թե նեղություններ ենք գրելու։ Ինչպես որ եղավ էլ եւ իմացանք ալ։
Սրա համար ես էլ այլևս չհամբերելով ուղարկեցի նրան, այսինքն Դիմոթեոսի, որ ծեր հավատքը գիտենամ, այսինքն որքան լավ եք հավատքի մեջ հաստատ եք, որ մի գուցե փորձիչը սատանան ցեզ փորձեց եւ մեր աշխատանքը զուր լինի, բայց հիմա երբ որ Դիմոթեոսը ցեզանից եկավ մեզ մոտ եւ ծեր հավատքի եւ սերի ավետիքը դվավ մեզ, որ ամեն ժամանակ մեր բարի իշադակը ծեր մտքումն ունիք, ապակելով մեզ տեսնել ինչպես մենք ալցես նրա համար եղբայր մխիթարվեցանք ցեզ վրա այն մեր ամեն վիշտումը եւ նեղությունումը ծեր հավատքի համար, ասենք դեսավ որ նրանց հավատքը լավ է եւ սա խրախուսեց Պողոսի, որտեղ հիմա մենք կենթանի ենք, եթե դուք հաստատ կենաք Տերումը։ Պողոս արաքյալ այս բոլորը սածովը առաջին 8 համարներումը 1 Թեսաղոնիկեցիս 3-ում հիմա որ դիտել գասենք, այսինքն ինք ուղարկեց Դիմոթեոսի, որպես Դիմոթեոս նրանց կարգավիճակը, հոգևոր իրավիճակը հասկանա։ Մի խոսքով դիտել կամ դիտարկելով ուղարկեց նրան, որպեսզի գիտնա իրենք հավատքի մեջ ոնց են։ Եվ սա էլ կարևոր տեղ ունի մեր հոգևոր ծառայության մեջ, իբր ովիվներ մեր հոդի կարգավիճակը պետք է իմանանք։ Միայն քարոզելով չի վերջանալ, գիտենք, չէ՞։ Գիտենք սա։ Հիմա այո, մենք կարանք մտածել, որ եթե ես հավատարմորեն ազոխոս կկարոզեմ եւ նրանք իմ կյանքս տեսնում են, պետք չունիմ ավելի նրանց կյանքերը դիտելու։ Կարևորը հոդդ գիտնաս, ինչ վիճակի մեջ է, մդերմանաս, մոդիգանաս, հարցնես, եթե անձը չի ուզում խոսալ ավելի, օքեյ, հասկանանք, բայց եթե ժամանակ տաս, դիմացի անձը պիտի հասկանա, որ հետաքրված ես նրանով, եւ կարող է շատ բանական է բացվի քեզ, որ ինչու դու իբր երեց գիտե որ ինք կարողանա քեզ մոդիգանալ ազոմարտ լինելով դու ինք ադվստահությունը գունենա վրա, կամած ադվստահությունը գմեծանա եւ այդ հարաբերությունը գզորանա երկուքիդ մեջ։ Եվ Պողոս արաքյալ ինք ուղարկեց Դիմոթեոսի, որպեսզի Դիմոթեոս գնա դիտե նայե ինչ լինում է նրանց մեջ հավատքի նկատմամբ եւ երբ վերադառնա պատասխանը եւ այդպես արավ։ Եվ երբ վերադարձավ պատասխանը, վասալ նրանք հավատքի մեջ լավ են։ Զգուշացնել 4-րդ գլխի առաջին համարից հիմա Աստծո մարդու բարդագություններից մեկը զգուշացնելն է։ Այսօր եղբայրներ Տեր Հիսուսով աղաչում ենք ցեզ եւ որդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպես պետք է ընթանաք ու Աստծուն հաջող լինեք, ինչպես որ ընթանում եք, որ էլ ավելի առաջանաք։ Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի բադվերներ տվեցինք ցեզ։ Քանի որ ազոգամքը սա է, ձեր սրբությունը, որ դուք բորունգությունից հեռու մնաք։ Տեսեք ինչ կասե։ Հիմա երբ որ ազոխոսքը ասպես կասե, մենք պետք է նկատի ունենանք, որ առաքյալը բարձրապես չի ընդդադրում, որ ամեն բան լավ է։ Չէ, ասել եմ, որ այդ մարդահրավերները կար եկեղեցու մեջ։ Եվ առաքյալը կասե, այսինքն մի խոսքով սա բարձրապես ենթադրական առումով չի կրում։ Հապա գրում է, որովհետև գիտե, որ հավատացյալներ դակավին ենթակա են այդպիսի մեղքի եւ ուզում է առաջ կառնել ասելով, որ հերու մնացեք այդպիսի մեղքերից։ Եվ ցեզանից յուրաքանչյուրը իմանա գասե իր անոթը բահել սրբությամբ եւ բադվով, ոչ թե ցանկության գրքով, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում։ Չլինի թե որևէ մեկը չափն անցնի ու այդ կորձում գասե, այսինքն եղբորը վնասե, ինչու որովհետև մեկը գարա այդ չարաշահե ուրիշ եղբորը կամ քրոջը իր սեկտե մոդեցումը, ինչու որ եկեղեցու մեջ շատ թյուրուն է, եթե մեկը տեսնա, որ դիմացինը հետաքրքրություն ունի, չարաշահե նրա եւ այդպիսով մոդիգություն ցույց տա գտնալով, որ այդ անձը նրա անտեպ հետաքրքրված է, ինքը կարող է հետաքրքրություն չունի։ Նույնիսկ եթե ունենա, ամեն ինչը պետք է շիդակցով, սուրբ ցևով լինի։ Եթե ամուսնացած չես, դիմացինը ամուսնացած չէ, դիրոջ սավակ է երկու կդալ, իրարու հետ է սեր գա, անշուշտ պետք է մաքուր ցևով մոդիգություն լինի։ Գասե չլինի թե 6 համար, որևէ մեկը չափն անցնի ու այդ կորձում եղբորը վնաս պատճառի, որովհետև դեռն այդ ամենի համար վրեժխնդիր է, ինչպես որ նախաբես ցեզ ասացինք եւ վկայեցինք։ Հիրավի ասված մեզ բղծության չի կանչել այլ սրբության։ Ուրեմն նա, ով անարգում է, այսինքն իր ասած բաները, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ մեզ տվեց Սուրբ Հոգին։ Առաքյալը զգուշացնում է անշուշտ այստեղ ինչ
մեղքի նկատմամբ, սերային մեղքերի նկատմամբ։ Զգուշացնում է, որ պետք է մաքուր լինենք, որ մենք կանչված ենք կասե, ինչպես մի քիչ առաջ կարտացինք, սրբության։ Եւ այո, զգուշացումը կարևոր գործ ունի, պետք է ասենք, որ եթե ես գնամ զգուշացնեմ նրան, ինքը կարող է նեղվի, վշտանա, չէ, եթե մեղքի հարց կա իբր երես, չես կարող ասել, եթե դու գիտես, ես գիտեմ, իբր երես չես կարող ասել, խնդիր չէ, հետո ինքը խելքը գլուխը գա եւ ինքը կանտրատարնա, եթե Սուրբ Օքին ունի, պետք չունի ես բամը խոսելու, 1 տարի հետքը, 2 տարի հետքը, 5 տարի հետքը ինքը կանտրատարնա, ոչ, չեն կարող այդպես ասել։ Ես չեմ ասում, որ փոքր մեղքեր բաներ կան շուտով ամեն ինչին խոսանք։ Երբեմն կան հովիվներ այդպես կանեն։ Ուզում են նրանց ժողովրդի վրա դպավորություն տալ, որ նրանք այո կորձը անում են, հսկում են, դիտում են նրանց կյանքերը, ուզում են առաջնորդել նրանց, զգուշացնել։ Բայց պետք է արի տաս Աստծո ժողովրդին, Աստծո ժողովուրդն ալ մեծանա։ Ինչու որտեղ ոչ դու ոչ ես չմեծացանք մեր հոգևոր ընթացքի մեջ, ամեն օր օրինակ հովիվ եղբայրը քեզի գալով ասելով այսօր քո աս մեղքը ինչ եղավ, այս մեղքը ինչու արեցիր, չէ, այդպես չէ, բայց մեղքեր կան, այո, որ պետք է որ շուտով նրանց մասին այսին առերեսվի եւ որբեսի այդ հարցը լուծվի։ Եթե ման հստակ մեղքը, այսինքն մեղքը արդեն իսկ հարածանոթ եղած է, կամ քոնե երեց եղբայրը կամ երեց եղբայրները գիտեն այդ մեղքի մասին։ Չէ թե ոչ, եթե ես ասեմ, պետք չունեմ բամը խոսելու, օրինակ մեկը շնությա մեջ բռնված է, կամ եկեղեցու ֆինանսները փանգան է, ինչ պիտի լինի հետո։ Այդ ընթացքի մեջ շարունակելով Աստծո անբադված պիտի լինի, եկեղեցից կողծած պիտի լինի, օրինակ եթե ֆինանսական է հարցը, կամ եթե շնությա մեջ է, իրեն թողնես, կամ ֆինանսական խնդիրներու առումով, նրան թողնես, որ ինք հոգևորապես ավելի եւ ավելի դեղքայլն է։ Եդև մնա։ Քան թե իրեն ասես, որ նա եղբայր ջան, այս բանը որ անում ես, մեղք ունի, պետք է դադարես։ Ուսուցանելը շատ հստակ անշուշտ 1 Թեսաղոնիկեցիների 4:9-ից մինչև 5:11 Պողոս առաքյալը մենք գիտենք ամեն նամակներու մեջ, բայց չունենք կարտալու, ինքը արդեն այդ ուսուցանելու նպատակի յետևից է, ինչու որովհետև հոգևոր կյանքի աճի առաջին ասենք հովվական բարդականությունը պետք է ուսուցանել լինի աղոթքի հետ, սարոմով, առաքյալներու ուսածին համաձայն գործ 6-ի մեջ։ Ուսուցանել, սովորեցնել, քարոզել, ամեն այդտեղը ներառյալ։ Հաջորդը խրադել։ Հիմա եթե 5:12-ից կարդանք, նա առաքյալը ինչ կասե։ Խնդրում ենք կասե ձեզ, եղբայրներ, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերագացուներն են Տիրոջով։ Անշուշտ երեսների մասին կխոսե, որ վերագացու կասե, այդ եպիսկոպոս բարի իմաստն է վերագացու բառը, եպիսկոպոս այդ առումով, ինչպես նաև ձեզ խրադողները։ Եվ նրանց առավելապես բադվեք սիրով իրենց գործի համար իրար հետ խաղաղությամբ ապրեք։ Խնդրում ենք ձեզ գասե եղբայրներ, անգարկներին խրադեք, էլի խրատ, տեսնում եք։ Խրադներ դալիս է։ Խրադը կարևոր տեղ ունի մեր հոգևոր ծառայության մեջ։ Այո, 2 Թեսաղոնիկեցիների 1:3-ից կարդում ենք հետևյալը։ 2 Թեսաղոնիկեցիների 1:3-ից։ Խրախուսել։ Եղբայրներ, բարդավոր ենք ամեն ժամ ազուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ արժան է, որովհետև ձեր հավատը գնալով աճում է եւ ձեզանից յուրաքանչյուրի սերն ավելի է շատանում միմյանց հանդեպ։ Քաչալերում է նրանց, խրախուսում է նրանց։ Հիմա հանդիմանությունը նրա դեղ ունի, խրադը նրա դեղ ունի, անշուշտ խրախուսանքը նրա դեղ ունի։ Եթե հովիվը միայն ամենադեն հանդիմանում է կարուսների մեջ եւ խրախուսանք չի գա, այդ բալանսը խախտում է, այդ համաչափությունը գիշնե եւ բան կլինի, սխալ կլինի, անշուշտ դիմացի լսարանը այլևս սկսի հուսահատիլ։ Կարևոր է որ տեքստի համաձայն, այո, տեքստեր կան որ ավելի խրադական են, տեքստեր կան ավելի հանդիմանական են, տեքստեր կան
խրախուսական են կամ խար, խրախուսան կա, խրատ կա, հանդիմայություն կա միևնույն են։ Էլի սրբակրելն նորից այդ նույն խորհուրդներից է, որ ինչպես խրադես, ուզում ես սրբակրել, այո, դեղ կա, որ հստակ կասես, ինչ պետք է շտկվի։ Դիմագայելն ալ կարևոր է, որովհետև երբ կասես Տերը ասպես ասում է, պետք չէ անքաղապարը դաս, որ նա է։ Գիտեք, երբեմն քարոզիչներ այսպես կանեն, քարոզ դալիս են, կարծեք թե քարոզը մյուս եկեղեցու անդամների համար է, կամ մյուս քաղաքի ավադացյալների համար է։ Չէ, մեզ համար է։ Ես չեմ ասում, որ քարոզիչը ամեն ադեն դու կամ դուք պիտի օգտագործի։ Մենք կարա օգտագործել այդ բանը։ Երբեմն քարոզի մեջ բեռնից դուրս գալիս է մենք կամ դուք, խնդիր չէ։ Բայց եթե քարոզիչը միայն ասե նրանք հավատացյալներ, նրանք ումի մասին, մեր մասին խոսում է, չէ ուրիշի մասին, երրորդ դեմքով, ավելի լավ է մենք, երբեմն դուք կարանք ասել, օրինակ խոսքի մեջ, հիմա սովորությունը է, որ որքան որ, ասի գիտակցաբար խոսազատեն ես բերանես դուրս կա մենքով, ինչու դուք ասածիտ պես, կարծես թե ես ներառյալ չեմ այդ հարցի մեջ, դուք պետք է սուրբ լինեք, ինչու ես պետք է սուրբ լինեմ, օրինակ, այո, մենք պետք է սուրբ լինենք այդ բանով, բայց սխալ չէ, երբեմն դուք օգտագործելն անալ սխալ չէ, այո, դիմագայելը ներողություն կարևոր է, երկու Թեսաղոնիկեցիների 3:6 գասե եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով բադվիրում ենք ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ անգարք են ապրում, եւ ոչ թե համաձայն այն բադվիրանի, որ մեզանից ստացան։ Հետո շարունակի ասել, որը դուք գիտեք, թե ինչպես պետք է նմանվեք մեզ, քանի որ ծեր մեջ անգարկությամբ չվարվեցինք։ Եվ ինչի մասին խոսում է։ 8-րդ համարից արդեն գայթն է ինչի մասին խոսում է։ 8 համարից կասե, ոչ էլ որևէ մեկի մոտ սրի հաց կերանք, այլ ջանքով ու վաստակով, գիշեր ու ցերեկ աշխատելով, որպես ձեզանից որևէ մեկի վրա ծանրություն չլինենք։ Հարցը սա է։ Անգարկություն կա չաշխատելու։ Ինչու որտեվ երբեմն գիտես կարա բադայել, որ ես հովիվն եմ, իրենք պետք է եղած անեն, այո, հասկանում ենք, ազոխոսքը ստակ կան է, որ հովիվը պետք է որ եկեղեցվո գողմից ապրի, ինչու ընտանիք ունի, կամ նույնիսկ ինքը մինագը լինի, իբրովիվ, ազոխոսքը սա գաստատ է, բայց միևնույն եթե եկեղեցին այդ կարողությունը չունի, հովիվը ապրեցնելու, լրիվ կամ մասամ, պետք է աշխատի։ Բայց առաքյալը ինք ընդրած էր, որ բեր չի տնե եկեղեցվո վրա, ադիր որոշումներ։ Եթե մեկը գար, որ ասիկն գարար ազո ժողովրդի նպաստը ունենալ, դրամային առումով, որպես ինք կարողանա ավելի ազատ լինել, հիմա մենք լինեինք կարող մտածեինք ասենք, որ Բողոս առաքյալ, դու ժամանակդ ավելի դուր ազող խոսքը կարոզելու, սովորեցնելու, ինչու դու աշխատում ես ալ միևնույն ցերեկ գիշեր այդպեսով, այսինքն իր անձնական կորզն է։ Ուրեմն դեսում ենք, որ ինք գասե ժողովրդին ոնց որ գարիերես է, դիմագայ է, որ այս սխալը պետք է դադարի։ Հիմա այստեղը օրինակը այդ զուլության մասին է։ Ինչու 9-րդ համար գասե, նայեցեք ոչ թե իբր իրավունք չունեինք, այլ որպես ինքներս մեզ օրինակ դարձնեինք ցեզ, մեզ նմանվելու համար։ Այս մենք կարայինք ծեր վրա ոչ թե ասին ստիբել, բայց ճշմարտությունը ասելով դուք պետք է մեզ օգնեիք։ Բայց մենք այդպես չորոշեցինք, ապա ուզեցինք, որ դուք օրինակը մեր տեսնել, որ աշխատեք, որպես ձուլ չի լինեք։ Ինչու Բողոս առաքյալը երևի ուշադրություն դարձրեց, որ այնտեղ կան ոմանք, որ ձուլանում են աշխատելու նկատմամբ։ Եվ հետո գասե իրավի, երբ ցեզ մոտ էինք, այս էինք բադվիրում ցեզ, որ եթե մեկը չի ուզում աշխատել, թող ոչ էլ ուտի։ Սա խնդիրներ Թեսաղոնիկեցի եկեղեցվո։ Ուրիշ եկեղեցիներ ուրիշ խնդիրներ ունեին, իհարկե։ Հետո 14 համար գասե, եւ եթե մեկը այս նամակով չհնազանդվի մեր խոսքին, այսինքն այս ինչ որ ասեց մի քիչ առաջ, անալ ներառյալ, դուք նրան նկատողություն արեք եւ նրա հետ մի շփվեք։ Ինչու որ ամաչի։
Մի քիչ առաջ հիշում եք ինչ ասեց։ Մի քիչ առաջ ասեց, եթե անգարկներ կան ասեց 6 համարում, հերու մնաք կասե բոլոր այն եղբայրներից, չի ասում ոչ հավատացյալներից, եղբայրներից, որ անգարկ են ապրում, եւ ոչ թե համաձայն այն պատվիրանի, որ մեզանից ստացան, եւ ելի գրկնում է այս մեկը 14 համարում, դարբեր ցեվով։ Զուլությունը, անգարկությունը այս բարակային եւ առաքյալը գասե ադիկա շիդակ օրինակ լինել չէ։ Եվ դիմագայելը անշուշտ դեղը ունի Աստծո ծառայության մեջ։ Ամեն ինչի եղբայրներ ջան համաչափությունը պետք է բահենք եւ միևնադեն պետք է դարբեր իրադարձությունների բարակաները արժե որ գտնվում ենք նրա համացան պետք է գիտնանք իմաստությունը խնդրենք Տիրոջից որ հիմա պետք է խրադենք, խրախուսենք, սրբակրենք, դիմագայենք, ինչ անենք։ Գամ բոլորը, գամ սրանցից մասը ինչ անենք։ Եվ հնարին, այսինքն դյուրին չէ, երբեմն դժվար է բարակաները ինչպես պետք է զանազանենք, հիմա պետք է դիմագայենք այս քրոջ կամ եղբորը կամ պետք է նրան հաբա միան աղոթենք եւ թողենք որ դերը ինքը սրդին խոսի, որ ձուլ չգտնվի։ Մի ասենք պետք եղած է խոնարհությամբ, սիրով, հեզությամբ, աղոթքի օգով եւ մնաց Տիրոջ ազատել 3:15 ասե, բայց դշնամի ասե մի համարեք, այլ խրադեք նրան որպես եղբայր, այսինքն երեցիմը բարդականություններից մեկը ազատելն է։ Այն մարդկանց, որ ասենք ովև մի ցանկացած մեղքի տարված են, կամ նույնիսկ գերի եղած են։ Հիմա այստեղ հետևյալ ցանկը պիտի սկսենք, ինչպես այդ ցանկը քիչ առաջ նայեցանք, նորից նույն եղբայրներից, Պողոս առաջին նամակում Տիմոթեոսին հրահանգել է, որ նա պետք է, հիմա 1 եւ 2 Տիմոթեոս պիտի նայենք։ Այսօր պիտի ասենք 1 Տիմոթեոս Տերեգամի վաղը գշարնագենք մնացած եւ դա 2 Տիմոթեոսը վաղ առավոտյան մեր առաջին դասընթացին։ Ուրեմն գարանք առաջին Տիմոթեոս գնալ, եթե սուրբ գրքերը ունենք եւ այդ հերթականությունով մեկ-մեկ այս հատվածները նայենք։ Բոսի ուրեմն նամակները Տիմոթեոսին ինչ բաներ կան նրանց մեջ, ինչ հրանքներ կան, որոնց միջոցով մենք կարանք շատ բաներ սովորել իբր երեսներ, թե ինչպես պետք է մենք մեր ժողովուրդը հովվենք։ Ուրեմն Պողոս առաքյալ իր առաջին նամակից սկսյալ Տիմոթեոսի ինք հետևյալ հրանքները տալիս է նրան։ Թիմեք հանդիմանի նրանց, ովքեր ուսուցանում են սուտ վարդապետություններ, ինք այդպես կխոսա, առաջին գլխի մեջ, 3-ից 5 համարներում, եւ գոչ անի նրանց մաքուր սրդի, բարի խղճբտանքի եւ անգեղծ հավատքի։ Սա մեկ։ Ազոմարտը, ինչպես որ ինքը գոչ է Տիմոթեոսի իբր հովիվ, ինչ որ գիտենք ինք Տիմոթեոս Եփեսոսի եկեղեցվո հովիվն էր ադենը եւ անշուշտ ոչ թե այն ադենը որ Պողոս առաքյալի ինք ընկերագից էր ավելի երդասարդ, ավելի յետք ինք այս նամակները որ գրած է առաքյալը նրան, ինք արդեն իսկ այդ եկեղեցվո հոգևոր ծառան էր եւ նրան ասում է որ այսպես պիտի անես։ Թիմեք սուտ վարդապետությունները գասե պետք է կենան։ Ինչու որ գասե Մագեդոնիա գնալիս խնդրեցի քեզ 3-րդ համարում Եփեսոսում մնալ որբեսի ոմանց պատվիրես որ օդար վարդապետություններ չուսուցանեն։ Առաջին բանը որ ինք սկսում է իբր հրահան կամ խրատ տալ Տիմոթեոսի սա է։ Եվ չսպաղվեն առասպելներով եւ անվերջանալի ազգաբանություններով, որոնց ավելի շատ վեճեր են առաջացնում, քան նպաստում հավատով իրականացվող Աստծո ծրագրին։ Եվ պատվիրանի նպատակը սերն է, փխած մաքուր սրտից, բարի խժմտանքից ու անգերց հավատից։ 18-ից 19 համարներում գասե որ Աստծո մարդը, երեցը
պետք է պայքարի աստվածային ճշմարտության եւ Աստծո նպատակների համար, բահելով սեփական հավատքը եւ մաքուր խժմտանքը։ Թե պետք է հանդիպանի նրանց, որ դարբեր վարդապետություններ, սուտ վարդապետություններ սպառված են նրանցով կամ նույնիսկ սովորեցնում են եւ միևնույն պետք է պայքարի ճշմարտության համար։ Երկուսն էլ սրանք կապ ունին իրար հետ։ Աղոթի երկրորդ գլխուն առաջին 8 համարներում աղոթի սվազների համար եւ առաջնորդի եկեղեցու տղամարդկանց նույնը անելու համար։ Ինչու երբ կարդանք երկրորդ գլխու առաջին քանի համարները, ինք կասե Պողոս առաքյալ կասե Դիմոթեոսի, որ պետք է աղոթի ամեն մարդկանց համար։ Եվ որ ամեն մարդկանց համար գասի արդեն դարբեր մարդկանց համար։ Ամեն մարդկանց համար չի նշանակում աշխարհի մեջ եթե 8 բիլիոն մարդ կա կամ նույնիսկ այնադեն եթե 200 միլիոն մարդ կա 200 միլիոնի համար պիտի աղոթե։ Այսինքն դարբեր մարդկանց համար եւ ինքը այդ օրինակները դալիս է 1 Դիմոթեոս 2-ի սկիզբը գասե տակավորների համար, իշխանավորների համար, դարբեր մարդկանց համար։ Եվ մենք գիտենք այնադենվա գայսրով էր Ներոնը, որ ամենավատ գայսրերից էր քրիստոնեության նկատմամբ։ Նույնիսկ այդպիսի մարդկանց համար պետք է աղոթի գասե Աստծո մարդը եւ սովորեցնե տղամարդիկն էլ նույնը անեն։ Մաքուր ցերկերով, գիտես այդ իմաստով բարձրացնելով Աստծո աղոթեն։ Հետո յետև գնամ, եթե ուրեմն աղոթքը պայքարիլը աստվածային ճշմարտության համար, ինչու պայքարիլ, որովհետեւ Աստծո խոսքի ուսուցումը բարձրապես այնպես մչե որ ամենադեմ մարդիկ այո պիտի սենքես եւ կարոզում ես։ Չէ, մարդիկ պիտի լինեն երբեմն հագարագություն պիտի ցույց տան։ Նույնիսկ եթե ճշմարտությունը կարոզում ես։ 18-19-ում գասի առաջին գլխի մեջ որտեղ իմ Դիմոթեոս այս պատվերը ավանդում եմ քեզ համացան սկզբից քեզ համար եղած մարգարեությունների որբեսի դրանցով մղես բարի բادرազմը։ Այս բادرազմը եղբայրներ ջան, բادرազմի մեջ ենք։ Ունենալով հավատ եւ բարի խժմտանք, որը ոմանք մերժեցին եւ ավադի մեջ նահավաբեկության ենթարկվեցին եւ անուն տալիս է։ Դրանցից են Հիմենեոսը ու Ալեքսանդրոսը, որոնց սատանայի մատնեցի որբեսի սովորեն չհայհոյել։ Ինչու որովհետեւ սխալ բաներ սովորեցնում էին։ Եվ առաքյալը գասե նայեք ասե, ասի բարի բادرազմ է, պետք է պայքարիս ճշմարտության համար։ Գիտեք, առաքյալը սիրում էր անուններ տալը, երկրորդ թղթի մեջ ալ, երկրորդ Դիմոթեոսի անուններ կտա։ Անցիկ, որոնք ճշմարտության ագարակ էին։ Հիմա շատ անգամ մենք մեր ավետարանական աշխարհի մեջը գասենք, ներողություն, պետք չունենք անուններ տալու, նույնիսկ բեմից։ Այսինքն սուտ վարդապետներու, քարոզիչներու, որոնք անգյաց քարոզիչներ չեն կամ սուտ բաներ սովորեցնում են, ուղղակի։ Չէ, պետք է տանք, պետք է ասենք մեր ժողովրդին։ Օրինակ, եթե հայ է նույնիսկ, ասենք, ասիչ քարոզիչը ուշադրություն ունեք նրանից, որովհետև պետք է անշուշտ փաստենք։ Մենք վրեժխնդրության համար չենք կարող սա անել, ապա ճշմարտության խաթեր համար։ Պետք ամեն մի քարոզիչ կամ ասինչ անցը ասչապ քրքեր կրած է, որու հոգսը։ Մենք կարող է ոչ մի բան չկրել, բայց հավատարիմ քարոզիչ է։ Մենք կարող է 100 քիրք կրած է։ Քիրք կրելով բանը չի վերջանար։ Այսօր ամենքն իսա գարան քիրքեր կրել։ Ինչու կասեմ սա։ Ինտերնետի AI-ի միջոցով գարաս ուրիշ տեղերից բաներ հավաքել, մի օրվա մեջ կարաս թարգմանել հայերենի եւ պատրաստ է։ Դբի այդ քիրքը։ Բայց ադիգա շիդակ չէ։ Մեջ ինչ է բովանդակությունը։ Իմ քարոզից կամ իմ քրած քրքից, հոտվածից կարևոր է սա։ Ումի մդիկ կնես, ումի մդիկ կնեմ, կարևոր է։ Այսինքն ումի միջոցով սովորում եմ, որ եղբորը մդիկանում եմ, կամ որ քարոզիչի մդիկանում եմ, եղբոր գասեմ, որտեղ չգիտեմ, եթե ճշմարիտ եղբայր է կամ սուտ եղբայր է։ Պետք է ուշադրություն ենք։ Նրա համար է, որ պետք է պայքարենք այդ աստվածային ճշմարտության նկատի ունենալով, որ եթե մարդիկ կան, հերցվածող են, զգուշ պետք է լինենք նրանցից։ Հետո 9-15 ասե գանչի եկեղեցու կանանց, ինչու
եկեղեցու կանանց մասին կխոսա, գադարելու Աստծո կողմից դրված նրանց դերը, այդ հնազանդության դերը եւ դաստիարակի աստվածավախ սավակներ, որբեսի այդպես անի, դառնալով հավատքի, սիրո եւ սրբության օրինակ ինքնա դիրաբետումով։ Ինչու որովհետեւ կիներն ական եկեղեցու մեջ եւ Աստված նրանց համար էլ ունի ուղեցույցներ։ Եվ ասպարակային ինքը կխոսա կիները ինչ պետք է անեն կամ չանեն եկեղեցու մեջ այս հատվածում։ Անշուշտ եղբայրներ ջան, չի մոռանաք, որ մենք սովորաբար եղբայրների մասին խոսում ենք, բայց Աստծո խոսքը լիքը բաներ ունի եղբայրների մասին, կամ դարեցների մասին, այրիների մասին, որպեվարիների մասին եւ այլն եւ այլն։ Հետո զգուշորեն ընտրի երրորդ գլխի մեջ առաջին 13 համարներ, զգուշորեն ընտրի եկեղեցու հոգևոր առաջնորդներին, ինչ որ արդեն խոսանք այսօր։ Եթե երեց ես Դիմոթեոսի անշուշտ վերակրելով, Դիմոթեոսի ինչու համար այս բոլոր հատկանիշները տալիս է, որակավորումները տալիս է։ Իր քեֆի համար չէ, միայն իր, այսինքն ինֆորմացիայի դեղագատվության համար չէ, հաբա որովհետև ինչպես Դիդոս 1-ի մեջ կասե արդեն, քեզ այնտեղ ցկեցի, գրետ ցկեցի կասե, որբեսի կասե գրետ ցկեցի, որբեսի ինչ անես, սկսե երեցներ գարկես, սկսե տարբեր քաղաքներում, այդ կղզի վրա, ուր որ եկեղեցիներ կային։ Զգուշորեն ընտրի եկեղեցու հոգևոր առաջնորդներին հիմնվելով նրանց շնորհքի աստվածաաջության, ասի ինչ որ շնորհք ստացած են, բարգև ստացած են, աստվածաաջության, աստվածահաճո այդ կարգավիճակի համացան եւ նրանց առաքինության համացան։ Եվ որ մեկը երեց գարկե անշուշտ եկեղեցիմը, կամ ասենք երեցական անձնախումբը, կամ առաջնորդական անձնախումբը, հոգաբարձությունը, հոգևոր առաջնորդական եկեղեցվո, անշուշտ պետք է նկատի առնեն այս հատկանիշները, ինչ որ արդեն իսկ նախորդող երկու դասերում նկատի առինք, թե երեցների համար, անշուշտ թե սարգսակների համար են։ Դիմոթեոսի գասե, որ ճանաչի սխալի աղբյուրը եւ նրանց, ովքեր դա սովորեցնում են, եւ մատնանշի այդ բաները եկեղեցու մնացած անդամներին։ Նայեցեք 4-րդ գլուխ առաջին 6 համարները կարդալով, Հոգին այդնաբես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կերանան եւ ուշադրություն կդարձնեն վերջին ժամանակներ արդայությունը սկսավ Հիսուս Քրիստոսի առաջին քալստից։ Այդ տեխնիկային տերմինը չի նշանակում այդ 7 տարվա նեղության համար միայն։ Այդ հասկացողությունը կա, բայց Պողոս Արաքյալի նամակները, որ կարդանք, ինքը միանգամից ավելի այդ տերմինը կօգտագործե։ Մատնանշելով, որ առաջին քալստից արդեն իսկ վերջին օրեր սկսած են, եւ այդ վերջին օրերը սկսած են, որ գասե, այսինքն Արաքյալներու օրերից Հիսուս եւ որ եկավ, անգի հետ արդեն վերջին օրերը մեր վրա ասած են, եւ արդեն իսկ այս մոլորեցիչ բաները կան։ Տևերի վարդապետություններ են գասե, սրախոսների գեղձավորությամբ, որոնց խժմտանքը խարանված է, որոնք արգելում են ամուսնությունը, օգտագործումը այն ուտելիքների, որ Աստված ստեղծեց, պատկերացեք, նայեցեք եղբայրներ ջան, հիմա վարդապետական բաներ կան, շուտ չենք ուզում մեջ գնալ, բայց եթե առանց անուն տալու եթե մտածենք, ես չեմ ասում, չեմ ուզում անուն տալ, գտամ անուն։ Հիմա որը ասենք թե հանրավանությունները արգելեն ամուսնությունը, կան քրիստոնյա գոչված հանրավանություններ, որ արգելեն ոմանց համար ամուսնությունը։ Ամենամեծ կաթոլիկները։ Ճիշտ։ Ճիշտ։ Ես Որտե վարդապետը չամուսնանալ, վարդապետն ինչ կնե, վարդապետն ինչ կանե, մեկը չի գիտեր, հա, ուրիշ կողմից գիներու հետ, այսինքն հարաբերի եւ մեկը չի գիտե, բայց ես հայրս կաթողիկ է եւ մի քիչ բաներ գիտեմ, ինքը վարդապետ չէ, բայց մի քիչ բաներ գիտեմ, ինչու որովհետեւ մեր բաբայիս կողմը ընտանիքի մեջ վարդապետ ունեցած ենք։ Ես չեմ ասում ինքը այդպես բաների մեջ էր, բայց որոշ բաներ գիտեմ, որ նրանք այդպես բաներ երբեմն ոչ ամենը, բայց անում են։ Հա, որովհետև եւ որ այն եկեղեցին եկեղեցի բառը օգտագործելով, պաշտոնական առումով, եւ որ այն եկեղեցին ինք սխալ բան կսովորեցնե մարդկանց անելը իբր հոգեվոր կորձավորներ, մարդիկ գնում են Աստծո օրենքի դեմ։ Աստված ինք հնարավորություն տված է ամուսնության։
Մեծ օրհնություն է սա։ Ինքը առարչակորությունից այդ հնարավորությունը տված է եւ ոչ մի դեղ սուրբ գրքում չկա այդ սուտ վարդապետությունը, որ դու պետք է նվիրված լաս դիրոջը պետք է ամուսնանաս իբր գղերական, որբեսի ավելի ազո կորձի մեջ նվիրված լաս, որբեսի ավելի մեղքի ագամետ լինես։ Սուրբ գրքի ագարակ է։ Հետո գասե օգտագործում այն ուտելիքների, որ Աստված ստեղծեց, որբեսի ավադացյալները եւ ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն։ Ինչու այսօր կան եւ ելի գարանք անուն տալ, որ մարդիկ կան քրիստոնեական, այսինքն այդ շարժման տակ որոշ եկեղեցիներ կան, որ կասեն, չէ, այս մի ուտեր, ան մի ուտեր, եթե աս մի ուտես, ասին ժամանակ մի ուտես, անին ժամանակ չես կրնար ուտել։ Մա գիտենք օրինակները։ Եղբայրներ ջան։ Եվ այլ վտաները։ Չէ, բայց հիմա մեր մտածե։ Իսկ մեր առաքելական եկեղեցու մեջ որոշ կերագուրներ կան, որոշ ադեմ բյուդես։ Ինչ է դարբերությունը։ Ասի բարձ օրինակ մնե։ Աստված տված է գասե ամեն բան, որ ուտենք, շնորհակալ հոգով լինենք։ Ինչու համար որոշ բան միայն որոշ ադեմ բյուդենք եւ բիջի չուտենք այդ ադենը։ Ինչու որովհետեւ որոշ ադեն կա որ միս պետք չէ ուտենք, չէ՞։ Մա դուք ավելի լավ գիտեք։ Գամիեն ցուկ կարա գուտել։ Հասկանում եմ, որ բոլոր դարվա ընթացքում չէ։ Չամիչով պլաբի ուտես, ուրիշ բան չես կարող ուտել։ Ով ասած է ասմաները։ Ով ասած է ասմաները։ Հետո գասե դեվյալը 4 համարից, որովհետև Աստծո բոլոր ստեղծածները բարի են եւ ոչինչ խոդան չէ, եթե գոհությամբ է ընդունվում։ Քանի որ սրբվում է Աստծո խոսքով եւ աղոթքով։ Սրանք եղբայրներին խորհուրդ տալով Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը գլինես, սնված հավատի խոսք։ Ուրեմն եթե չասես ասպաները, եթե չսկուշացնես եղբայրներին, եթե չսովորեցնես սխալի աղբյուրը ուրա, սխալ արած կլինես կասե։ Հապա գասե, այդպես անելով, Հիսուս Քրիստոսի բարի սպասավորը գլինես, սնված ավադի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։ Առաքյալը գասե, Հովիվ Դիմոթեոսի, մշտապես պետք է սնվի Սուրբ Գրքի խոսքերով եւ նրա խելամիտ ուսմունքով, խուսափելով բոլոր առասպելներից եւ գեղձ վարդապետություններից, ինչ որ հիմա գարտացինք 4:6-ում։ Որտեւ Աստծո մարդը ինչով սնված պետք է լինի, հավատի խոսքերով եւ այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։ Սա մեր սնունդն է, եղբայրներ ջան։ 7-րդ համարից 11 համարը գասե նույն գլխի մեջ ազոմարտը պետք է ինքնամարզի աստվածահաճության նպատակով։ Նայեցեք ինչ կասե։ Բայց բիղձ ու այստեղ գասե ծեր կանանց գասե նոր ռադիանը, որ շիդակ թարգմանություն չէ այդ մասը, ձեր կանանց չէ։ Բիղձ եւ բարավական առասպելներից է յետկաց։ Շիդակ առադյանը շիդակ կասե, բարավական առասպելներից։ Ոչ թե ձեր կանանց անտե պամուջունի առակյալը։ Հապա բարավական առասպելներից։ Առասպելներ, որ ասին բարավները պատմում են եւ այլն, բայց կասե հերու մնա ասպեսի բաներից եւ ինքդ քեզ աստվածաբաշխությամբ գրթիր։ Որովհետեւ մարմնամարզությունը քիչ բանի համար օգտակար է, առակյալը չի երգում սա, իսկ աստվածաբաշխություն ամեն ինչի համար օգտակար է, այն ունի այժմյան եւ գալիք կյանքի ավետիսը։ Այս խոսքը վստահելի է ու լիագադար ընդունելության արժանի, որովհետև հենց դրա համար ենք դքնում եւ պայքարում, որովհետև հույս ունենք դրել գենթանի Աստծո վրա, որ բոլոր մարդկանց մանավանդ հավատացյալների բրգիչն է։ Այս բաները բադվիրիր եւ ուսուցանիր։ Ուրեմն առաքյալը գասե Դիմոթեոսի ինչ պետք է անես, ինքսինքդ կասե պետք է մարզես աստվածաբաշխությամբ, աստվածահաճո գերբով ապրելով։ Եվ սա մեզ ցույց տալիս է եղբայրներ ջան, որ մենք մեր հոգևոր ընթացքը Աստծո առջև հոգևոր աճը այսպես օդից չի ընկնում այդ արդարությունը օգտագործելով ջանք կա մարզանք որ կանենք ծորնակ եւ որ մարզանք կանենք մարզանք անելու մեջ որքան ջանք տապենք
եւ որ մեկը օրինակ ուզում է երկաթով մարզավի որբեսի մգանները աճին որքան հոգնություն կա կամ մեկը մարզիկ է ուզում է ըմշամարդի կամ ասենք թե ֆուտբոլ խաղա որքան չանք տապել կա մեջը եւ հոգեվոր աշխարհում աստվածաբաշխության համար որքան ինքնամարզելը էլի չանք կբահանչե բայց անշուշտ սա ինչի համար օգտակար է գսե թե այս կյանքի եւ թե քալիկ կյանքի օգտակար է հավիտենականության համար օգտակար է միևնույն Ազոմարտը, երեցը, հովիվը, եպիսկոպոսը քաչոր են հրամայի եւ սովորեցնի ազող խոսքի ճշմարտություն։ Նայեցեք 4:12 ինչ կասե։ Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարի։ Ինչու որտեւ առաքյալը գիտի որ ինքը երիտասարդ է։ Մեկնաբաններ հավատում են որ Դիմոթեոս ինք այնադեն մոտարապես 35 տարեկանի պես պամն էր, երիտասարդ էր։ Եվ գասե թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարի այլ հավատացյալներին օրինակ եղեր վարկով, խոսքով, հավատով, անարադությամբ, սիրով եւ այն։ Հիմա մի խոսքով, այսինքն ինք իրեն գահրամայի եւ գսովորեցնի, որ գասե դու պետք է քաչորեն անես ինչ որ պետք է անես։ Սա չի ասում որ քո իշխանությունը ժողովրդին վրա բարդատրես, էլի ասենք եղբայրներ ջան, մենք իշխանություն չունենք, մենք մեզանից ինչ որ ունենք ազոտված այդ իրավասությունն է նրան ծառայելու ազո խոսքի իշխանությունը օգտագործելով ժողովրդի լավության համար թե ոչ հավատացյալների փրկության համար եւ թե հավատացյալների հոգեվոր աճի համար եւ ասեք ինչ որ բինես քաչորեն արա ինչու որ դեսում ենք նույնիսկ երկրորդ Դիմոթեոսից որ Դիմոթեոս մի քիչ ինք ամաչում էր այսպես քաչ բնավորություն չուներ եւ առաքյալը դարբեր ծիվերով իրեն խրախոսե որբեսի ինք ավելի քաչ լինի չամաչի էլի 4:12-ում անշուշտ ինք պետք է լինի հոգեվոր առաքինության օրինակ որին կարող են հետևել բոլորը ինչու կասեն այեցեք այլ հավատացյալներին ինչ եղիր օրինակ եղիր ոնց օրինակ եղիր քարոզությունով ոնց օրինակ եղիր Սուբկեքի 10-10-ներ դալով ոնց օրինակ չեմ ասում սրանք կարևոր չեն կարևոր են բայց հավատով վարքով սիրով խոսացեվով այո ազոխոսն է մեջը ներառյալ քարոզությունը նրա անարադությամբ սրանք գենսական են առաջնագարկ են հետո կասե որ ազոմարտը 13-14-ի մեջ մինչև իմ գալը ուշադրություն դարձրու ընթերցանությանը նրա համար մենք մեր եկեղեցիներում ինչ կանենք ազոխոսք կընթերցենք եւ հիմա եթե ավելի բառացի առնենք պետք է հովիվն ալ ինքը ընթերցե այո քարոզի մեջ հովիվը ընթերցե բայց բարձ ընթերցում ընթերցանությանը խրադելուն եւ ուսուցանելուն անփույթ մի եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ դրվեց մարգարեությամբ երեցների ցերնատմամբ, նայեցեք, երեցի ցերնատմամբ չասում։ Բոսարակել չասում, որ ես մինագս ցերնատրեցի քեզ, չէ, երեցների ցերնատրությամբ։ Հոգնագի։ Ուրեմն պետք է ինք հավատարիմ լինի ինչ բաների մեջ, ազոխոսքը ընթերցելու մեջ, բացադրելու մեջ, այո, գիրառելու մեջ, ազոխոսքը սուրբ գրքերը։ Եվ սա պետք է անի ուր իր դան մեջ, չէ, այսինքն ժողովրդի առաջ, հանրության առաջ։ Ժողովրդի առաջ։ Եվ գասե անփույթ մի եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ դրվեց մարգարեությամբ, երեսների ցերնատմամբ։ Այսինքն թող ժողովուրդը տեսնեն քո ծառայությունը եւ ինչ որ գանես, եւ որ գասե ուշադրություն դարձրու, այսինքն հավատարիմ եղիր, հարադեվե, շարունակե։ Եվ հետո դերգամի վաղը պիտի ուրիշ դարբեր հրանքներ ալ տեսնենք Բողոսից տրված Դիմոթեոսի, որ իբր երեց, իբր հովիվ, այս բաները դու պետք է անես կասե։ Եվ եղբայրներ ջան, գիտենք, որ երբ մենք գարանք որոշ այս, ասենք, բարդականությունների մեջ կատարյալ չգտնվենք, բայց պետք է որ նկատի ունենալով այսպիսի, ասենք թե ցանգը 1 Դիմոթեոսից, 2 Դիմոթեոսից նկատի ունենալ, որ այս մեր բարդականություններն է եւ
չխուսափենք նրանցից, ավելի աճենք նրանց մեջ, թերի չգտնվենք նրանց նկատմամբ, որբեսի Տիրոջ օրհնությունը ստանանք։ Ինչու՞, որովհետև կան ոմանք այս բաներից ոմանք կան, որ կարող է որ մեզ համար դժվար գտնվի։ Զոր օրինակ մի քիչ առաջ երբ նայեցանք օրինակ 4 գլխի առաջին 6 համարները, ջանաչի սխալի աղբյուրը եւ նրանց ովքեր դա սովորեցնում են եւ մատնանշի այդ բաները եկեղեցու մնացած անդամներին։ Երբեմն կարող է վախենանք անուն տալու։ Ասենք որ ես չեմ ուզում այդպես, ես չեմ ասում ամեն կիրակի եւ որ բեմը բարձրանանք, ասենք ասից քարոզիչը սխալ արեց, մյուս քարոզիչը սխալ արեց։ Չէ, այդպեսի բեթ չի անենք։ Բայց ադեններ կա մեր տեքստի համացան, եթե վտանգավոր վարդապետությունը կա, վտանգավոր, պետք է որ ժողովրդին ասենք։ Օրինակ, եթե դու խոսում ես Հիսուսի ասվածության մասին, սխալ չի գա իբր պատկերազարդում ասես նայե, եւ այս սուտ վկաները կան։ Նրանց ուսմունքը Քրիստոսի նկատմամբ սխալ է։ Ինչու սխալ է։ Մի քանի բան գասես այդտեղը։ Որպես ժողովուրդը իմանա, ինչու որ մի ենթադրել որ ժողովուրդը գիտե եւ այ վկաներու մասին, կամ մորմոնների մասին, նոր հավատացյալ կարա լինել։ Եվ մի քանի արդայությունով, 2-3 արդայություններով կարաս մի քանի բան ասել, ժողովուրդը կսկսի մտածել, սկսում է մտածել, ես չգիտեի նրանց մասին, զոր օրինակ։ Եվ մատնանշելով աղբյուրը այդպեսի, ասենք հերցվածություններին, գարաս ժողովրդի արչև ցուցաբերել հավատարմություն եւ ազո խոսքի համաձայն է սա։ Բայց էլի ասելով եղբայրներ ջան, որ ամեն անգամ պետք չէ լինի, որ գարձեք թե մեր քարոզը սուտ վարդապետություններու դեմ պատերազմ է։ Չէ։ Դեղ գա քարոզի մեջ, եթե դեղը կա, կասես, եթե ոչ կարող է շաբաթներ անցնի եւ այդպեսի հերցվածողությունների մասին պետք չունենաս ոչ մի բան ասելու։ Ինչու որովհետեւ զոր օրինակ կարող է որ Սուրբ Օգու բդուղի մասին խոսաս, այդ 9 բաղադրիչները Սուրբ Օգու բդուղին Գաղատացիների 5:22-23-ից։ Սուրբ Օգու բդուղը սեր, խնդություն, խաղաղություն եւ այլն, ոգե սիրո մասին խոսաս։ Պետք չունես անպայման ասելու, որ նա այսինչ աղանդավորները, նրանք սեր բագաս է քրիստոսյան, կարող է գարաս ասել, կարող է ոչ, այսինքն բարդատրելի չէ, որ ամեն քարոզի մեջ ամեն բան ասվի, գիտենք այդ, չէ թե ոչ, նույնիսկ եթե 24 ժամ քարոզենք, արդեն չենք կարող վերջանալ քարոզը, այսինքն ամբողջացնել քարոզը, չենք կարող վերջացնել այն։ Այսպիսով եղբայրներ ջան, այսօրվա բաժինը կավարտենք։ Հարցեր։ Մինչև այսօր, մինչև հիմա ինչ հարցեր ունեք։ Այո, Վարդան եղբայրս։ Երկու բան ուղղակի կուզենամ ձեր տեսակետը սատանային հանցանի մասին խոսեցիք եւ արդյոք սուտ երկրորդ բանը որ չի սատանայությունը սուտ աղբյուրները բացահայտելու որքանով է այսինքն եկեղեցում համայնքում դա համաձայն են իսկ հանրայնացնել ժողովրդի արչև եկեղեցվո այսինքն, հա, ոչ թե հանրայնացնել։ Չէ, հանրայնացնել ինչ որ ասես եկեղեցվո առաջ, այո։ Իսկ մյուսը որ ասեցինք ինչ որ առաջին գլխի մեջ 1 Դիմոթեոսում գարտացինք, որ ինքը սատանայի անցնեց, սա անսամես կապարը սա է, որ սա առաքելական իշխանության համաձայն է։ Մենք չենք կարող այսօր այդ նույն բանը անել ոնց որ սատանայի անցնել։ Հիմա ինչու որև նա է նույն բանը ինք անում է 1 Կորինթացիների 5-րդ գլխի մեջ։ 1 Կորինթացիների 5-րդ գլխի մեջ նայեցեք ինչ կասե։ Մեկը գար որ գասե առաջին համարից առհասարակ լսել էի ծեր մեջ եղած բորունգության մասին եւ այնպիսի բորունգության որ էթանոսների մեջ նույնիսկ չկա ինչպես ինչ որ մեկը իր հոր գնոջ հետ գենակցում ապրում նրա հետ եւ դուք բարձենում եք փոխանակ սկալու որբեսի ծեր միջից վերցվի նա ով այդ արարքը գադարել է թեև ես մարմնով հերու եմ գասե այս բահում բայց հոգով ներկա եմ որբես ներկա արդեն վճռել եմ նրա համար ով նման բան է գադարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ մեկտեղ հավաքվեք եւ ես հոգով ծեր հետ կլինեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ այդպիսի մեկին մատնել սատանային հիմա այս պարակային նրանց բարդականությունը եկեղեցու բարդականությունն է որբեսի մարմինը գործի եւ ոգին բրգվի մեր Տեր Հիսուս Տադաստանի օրը հիմա այնտեղը Պողոս Արաքյալ եզակի արումով գխոսի սատանայի
հասնելը։ Այստեղ եկեղեցու բարդականությունն է, գասե այդպիսի մեկին սատանայի մատնել։ Հիմա սատանայի մատնելը ինչ կներառի, անշուշտ սա էլ մեկնաբանական հարց է, որ չեմ ուզում մեջը խորանալ, բայց նայեցեք նպատակը ինչ է, որբեսի գասե մարմինը գործի եւ ոգին բրգվի Դեր Քրիստոսի դադաստանի օրը։ Հավատացյալ մեկն է մեղքի մեջ ինգած է։ Եվ այդ մահը, որ գա Ազոխոսքի մեջ հիշված է 1 Կորինթացիների 5-ում, այդ մեղքը, որ մահվան կդանե 1 Հովհաննես 5-րդ գլխի մեջ, որ մասին Հովհաննես Արաքյալը նույնիսկ ասե չաղոթեք նրա համար գասե։ Գա մեղք կասե, որ մահվա կդանե։ Այսինքն Աստված իր նախախնամության մեջ արդեն վճռած է, որ այդպիսի անձը պիտի գործի։ Ասպարակային թեր եղած չէ։ Հիմա սա անշուշտ եղբայրը ջան, ավելի աստվածաբանական բաներ է, մեկնաբանական եւ չենք ուզում մեջը խորանալ, բայց գարժ գերբով ասելով եկեղեցին իրավունք ունի ասպարակային, եթե մեղք կա, որ գասե սատանային գասե մատնեք։ Ինչու նպատակը ինչ է։ Որպես հոգին գործի, ներողություն, մարմինը գործի եւ հոգին բրգվի։ Նպատակը սա է։ Մյուս կողմ, այո։ Ներողություն, կա տեսակետ, որ այսինքն Աստծո պաշտպանությունն է վերցվում, ինչպես որ ասենք հոբի վրայից վերցվեր, չէ՞, հոբա թույլ տվեց, որ սատանան մոտենա եւ ողջ իշխանության բան։ Ինչ կարծիք եք դրա։ Հիմա հագարանք ասենք թե զուգահեռ բամը տեսնել են դեռ սատանայի ասենք մասը կորձարկը, բայց խնդիրը ան է, որ հոբ ինք չմեղանչեց ատարումով դարբերա, հա։ Գործողությունը Աստծո պաշտպանությունը վերցվում է եւ թույլ է տրվում, որ սատանան մոտենա եւ ասպարակային, հա։ Բարակային հոբի պաշտպանության ներկայ է, այսինքն կյանքը ցույց տվեց վերցնել։ հա, բայց Չէ, սա ինչ որ չափի։ այո, էս էլ է մի չափը, որպեսզի ապաշխարության այո, ուղղակի աստվածաբանական տեսակետներ է։ Հա, հիմա 1 Դիմոթեոս 1:20-ում համատեքստը դարբեր է, որովհետև սրանք ասենք սուտ վարդապետներ են։ Մյուսը իր արարքով մեղքի մեջ է եւ հստակ կանե առաքյալը դարբերությունը սա է, պայներ ջան։ Ինչ որ տեսնում ենք այս երկու հատվածներում, մյուսը հավատացյալ է 1 Կորինթացիների 5-ի մեջ, որ այդ մեղքը, որ մահվան կդանե, առաքյալը գասե մատնեք նրան գսե սատանայի, որ մեկ խոսքով սատանան այդ իրավասությունը ունենա անշուշտ Աստուծո գամքի համացան։ Ոչ թե եկեղեցին բազս որոշեց, որ այդ մեղավորը, այդ հարևանը պետք է մեռնի, մենք աղոթենք, որ անի մեռնի։ Այդ չի հարցը։ Ասպարակային կոնկրետ ճշմարտությունը գա, որ եկեղեցվո հետ կապ ունի, դարբեր է, ինչ որ կտեսնենք 1 Դիմոթեոս 1:20-ից, ուր առաքյալը գասե, որոնց սատանային մատնեցի, որպես սովորեն չհայհոլել։ Ասպարակային սրանք չմերան։ Բամը չի ասում, որ նրանք այսին մահվա ենթակա են։ Մյուստեղը, բայց նույնիսկ տեղը ասած է, որ հավատացյալ է ադիկանի, որ սրանք հստակ չէ, եթե հավատացյալ են կամ ոչ։ Սրանք բայց վնասում են Աստծո եկեղեցին, բայց մյուսը հավատացյալ է եկեղեցվո մեջ, եւ դուք կասե, ոնց է բամը չեք ասում, մի խոսքով ուրախանում եք, որ այսպեսի հարց կա ասելով, նրանց փաստարկի ինչ էր չգիտենք, ինչու ուրախանում էին։ Ինչու։ Կարող է կարծում էին, որ օմեղք է, ադի դարեցկին է գարելի, չգիտեմ։ Իրեն օգտակար կլինի, այդ մարդ հոգ կդանի նրան։ Դետալները չգիտենք, մանրամասները չգիտենք։ Բայց հստակ բանը կար, որ մեղք կա այդտեղը, եւ առաքյալը գասե այդ մեղքը պետք է դատարի այլևս։ Հա։ Որ գլխի մեջ խորթավոր դրոնական ընթրիքից օգտվելու Հա, այո, այո։ Էդալ էլի, հա, այս հավատում ենք, որ նույնպես ինչպես 1 Հովհաննես 5-ում եւ 1 Կորինթացիների 5-ում նրանք էլ մեղք գործած են, որ Աստված ինք որոշեց, որ այդ մարդիկը ննչեն, այսինքն մահանան, իբր հավատացյալներ, որովհետեւ շիդակ ծևով դիրոջ ընտրիկը չէին անում, չարաշահում էին։ Հիմա հիշում եք Անանիան եւ Սապիրան։ Անանիան Սապիրան էլ հավատացյալներ են։ Հիմա կան ոմանք կասեն, որ հավատացյալ չէ, ես հավատում եմ, որ հավատացյալներ էին եւ դերը նրանց բաճեց, որ եկեղեցի վրա եւ մարդկանց վրա մեծ վախ ընկնի։ Եվ այս հատվածները այդ, այո, հիմա
անսական հավատքս անե, որ Անանյան Սապիրան, եթե ճշմարիտ հավատացյալներ են, երկին կնացին, բայց այդ մեղքն է, որ մահվան դարավ նրանց։ Ֆիզիկական մահվան դարավ։ Հիմա խնդիրը անե, որ մենք չենք կարող այսօր Սուրբ Գիրքը հստակ կանե մի քանի օրինակներ, բայց մենք չենք կարող այսօր ասել, որ օրինակ եթե եղբայրը օրինակ 40 տարեկանի մահացավ քաղցկեղով, կամ 50 տարեկան, կամ 30 տարեկանին, ուրեմն մահվան դանող մեղք կգործեց սելով դեր իրեն ավելի առաջ դուն դարավ սարումով, բայց կարող է որ Տիրոջի գամքի մեջ այդ անձը այդպես մահանար, ասել չէ որ մեղքի արդյունք է սա, հասկանում եք եղբայր ջան, որ չասենք որ ուրեմն Հովիգը մերավ 25 տարեկանի, ուրեմն Հովիգը ուրեմն ինքը մեղք այսինքն լուրջ մեղք գործած պետք է լինի, որ 25 տարեկանի դեր արավ նրան։ Կարող է այդպես է, կարող է ոչ։ Այ, ուրիշ։ Հա։ Ինչպես։ Այ։ Աշխարհը սիրո գսե ազոսերը ճունի մեջը գասե։ Մեկ Հովանես 2-ի մեջ։ Այո, հիմա Դեմասը նա է, ինքը ընկերագից էր Հուդայի նման, բայց հետո հայտնի եղավ, որ ինքը հավատացյալ չէր։ Հուդան հստակ է Սուրբ Գրքում, որ ինքը հավատացյալ չէր։ Հովանես 6-ի մեջը Հիսուս նրա գդեղատրե ան որ իրեն պիտի մատնե եւ ան որ չի հավատում, նրանք որ չէին հավատում իրեն Հովանես 6 59-ից 71 համարները։ Ինչու որովհետև Հիսուս նույն այդ մեկ արդայության մեջը հետևյալը գասի, նայեցեք, գնանք այդտեղ Հովանես 6 59-ից։ Հիսուսն այս ասած ժողովարանում երբ Կապառնայում ուսուցանում էր, ինչու որովհետև իր մարմինը ուդելու, իր արյունը խմելու, անշուշտ այդ գենաց հացի մասին խոսում էր։ Եվ գասե նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին, խիստ է այդ խոսքը, ով կարող է դա լսել։ Բայց երբ Հիսուս ինքն իր մեջ իմացավ, ինք ամենակետը որովհետև որ իր աշակերտները, աշակերտ կոչվողները շատերը նրանցից դրա համար դրդնչում են, նրանց ասաց, դա ցեզ գայթակեցնում է, իսկ եթե տեսնեք մարդու որդու վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առաջ էր, այսինքն իր հարությունով եւ անպարծումով, ասի ինչ պիտի ասեք այդ հրաշքի առաջ եւ որ գանգնեք։ Հետո գասե հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, այն խոսքը, որ ես ցեզ ասացի, հոգի է ու կյանք։ Բայց ծեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Աշակերտներ գոչվողների Հիսուս այս խոսքերը գործած է։ Երբեմն կան հավատացյալներ, որ երբ որ այսպիսի տերմիններ տեսնեն, ու աշակերտներ են օտոմատիկ ձևով գասեն, ուրեմն նրանք հավատացյալներ են։ Չէ։ Աշակերտ բառը բարձրապես հետևորդ կնշանակի, բայց ինչու հետևորդ էին, ինչի համար, ինչ նպատակով, ինչ շարժարիտով, ինչ դրդաբաճարով։ Մենք գիտենք, որ հետևորդներ ուներ Հիսուս Հովանես 6, մի քանի ամառներ առաջ 1-ից 15-ում նրա հետևեցին, հրաշքները տեսնելով ուզեցին թագավորն էլ 6-15-ում։ Բայց Հիսուս նրանց թողեց գնաց։ Եվ սրանցից ալ, այո, սրանք աշակերտներ էին, ինչու որ սկսեցին հետևել նրան, բայց երբ տեսան, որ Հիսուս իրենց չի դալի, ինչ որ նրանք ուզում են Հիսուսից, ցկեցին կացին։ Հիսուս գասե, ծեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում, հետո պատասխան տալիս է Հովանես առաքյալը մեկնաբանությունը, որև Հիսուս սկզբից գիտեր, նայեցեք, Հիսուս սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում եւ ով էր նա, որ մատնելու էր իրեն, եւ ասաց դրա համար ցեզ ասացի, որ ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե իմ հոր կողմից դրված չէ նրան։ Եվ դրանցից հետո նրա աշակերտներից շատերը հետ կաշվեցին ու նրան այլևս չհետևեցին, հետ կաշվեցին։ Եբրայեցիների 10-ի մեջ նույն արդայությունը կա։ Սրանք ժամանակավոր հավատացյալներ են։ Ճշմարիտ հավատացյալը կհարադևի Աստծո հետ եւ պետք է հարադևի։ Եթե սրբերի հարադևությունը մենք ասենք սրա, մենք կարդում ենք Հայտնություն 14-12-ում, գասե, այստեղ է սրբերի համբերությունը, որոնք բահողներն են Աստծո պատվիրանների եւ Հիսուսի հավատի։ Աստծո սրբերը, ճշմարիտ հավատացյալները կպահեն Աստծո պատվիրանները եւ սրբերի Հիսուսի հավատը։ Բայց մյուսները, որոնք ժամանակավոր աշակերտներ են, հետևորդներ են եւ Հուդայալ այդ նույն հատվածում միասին դրված է, ուրեմն մեզ ցույց տալիս է, որ Հուդայալ ինք
հավատացյալ չէր։ Հիմա ինչու կասեմ այս բանը, Դեմասին պիտի կանք։ Հետո գասե Հիսուս 70 ամառում նրանց պատասխանը չէ, որ ես ընդրել եմ ցեզ 12-ից, սակայն ցեզանից մեկը սատանա է։ Սկիզբից գիտեր գասե, ով իրեն պիտի մատնե, սատանա է։ Չի ասում սատանա չէր, հետո սատանա եղավ։ Արդեն գասե սատանա է, ին գիտե գասե։ Եվ գասե, եւ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որը նա էր 12-ից մեկը, որ մատնելու էր նրան։ Հիմա Դեմասի գնալով 2 Դիմոթեոս 4:10 կարծում եմ, Դեմասի գնալով Դեմաս ինքն էլ Արաքյալի Բողոսի միսիոնարական ճամփորդության ընթացքին հետ եղած է եւ մյուսների հետ ալ եղած է Արաքյալների ինգերագիցների հետ, բայց հետո դեմը եկավ աշխարհը սիրեց, թողեց գնաց։ Սուրբի կգասե նա որ աշխարհը սիրում է, նրա մեջ ինչ չի գա, ազոսերը չգա, մեկ Հովանեսում գասե։ Եթե աշխարհի սերը գա մեջը, ազոսերը չգա։ Ուրեմն պիտի լինեն մարդիկ, որ ինչպես 1 Հովանես 2:19 գարտացինք, Դեմասն անուններ։ Ինչ կասե 1 Հովանես, այո, համատեքստը դարբեր է 1 Հովանես 2:19-ի։ Հա, այո, Ղուկաս 8:13-ում գասե գան ոմանք հավատում են որոշ ժամանակ, փորձության ադեն գասե ցույց տալիս է որ նրանք ճշմարիտ հավատացյալներ չեն։ Ուրեմն ինչ տեսակի հավատք ունեին, ոչ բրգարար։ Հավատում էին Հիսուսի դարբեր տրտաբաճարներով, դարբեր նպատակների համար։ Նրանք մեր մեջից դուրս ելան Դեմասի նման, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ, Բողոսի հետ, մյուսերի հետ մնացած կլինեին, եթե այս հատվածը վերակրենք անշուշտ այդ Դեմասի բարակայինը, բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չէին, եւ հայտնի եղավ։ 1 Հովանես 2:19։ Նրա համար մենք մեր անձերը քննենք, դե հավատի մեջ ենք կամ ոչ։ Եվ սրբերի հարադեվությունը, համբերությունը ցուցաբերվում է, ինչպես Հայտնություն 14:12-ում, բադվիրանները բահելով եւ հավատը բահելով, հարադևելով Քրիստոսի հավատի մեջ։ Մեկը թող չասե, որ ես, գիտես, մեկ անգամ հիշում եմ դարիներ առաջ, եւ որ Կանադայի, ասի կարող է ասկի առաջ ասած եմ, եղբայրը գբատմեր, գասեր անգամ 2 երդասարդ է գացեն եւ ինքսինքնի ներկայացած են որպես հավատացյալներ եւ եղբայրը հարցած է նրանց ասելով որ դիրոջով ոնց եք եւ պատասխանը նրանցից եղած է որ մինչեւ հիմա դիրոջով լավ ենք։ Ինչ ասել է մինչեւ հիմա։ Ինչու կարելի է որ փոխվի այդ ընթացքը։ Գամ չեն հասկացած ազոշնորհը շիդակցեվով գամալ դագավին փրկված չեն, ասին հնարավոր է որ հավատացյալ լինեն, դեռ հասկացած չեն ինչ ասել է, ասին մենք Հիսուսի հետ ենք այսօր եւ վաղը կարելի է Հիսուսի հետ չլինենք, գամալ բարձրապես որ հավատացյալ չեն, որովհետեւ դարբեր դրտաբաճարներ, ինչու երբեմն ոչ հավատացյալներ որ ուզում են հոգեվորի նման խոսալ, կսկսեն բաներ ասել, որ դա դուպրես այսպես սխալպամը գա այդտեղը։ Բարթասում են։ Հա, սխալպամը, բարձր ուզում է քեզ ասին տպավորիչ լինել քո առաջ։ So, այսինքն հովիկ ապրեցունեն ես ասեմ, որ վերստին ծնված ապաշխարած մարդ էլ չի կարա Աստծուց հետ կանգնել, սենց հայլի ոնց որ ձեր տեսակետը։ այո, ինչ որ անցյալ անգամ համագարկային աստվածապանության մեջ խոսենք։ Մարդ էլ չի կարա աշխարհ գնալ։ Համոզմունքը սա է, այո, Աստծո խոսքից, այո։ Դա տեսություն է, սոցիալական ուղղությունը։ Հիմա ադի ուրիշ թեմա եղբայրներ ջան, անցյալ անգամ մենք սերդեցինք սա եւ գարանք հետո խոսալ, եթե պետք լինի։ So, Ոնց որ էլ աշխարհ գնա այս մարդը։ եղավ, Վարդան եղբայր, եղավ։ Կարակ զրուցել հետո, բայց ամբողջացնենք։ Հա, Երևությունը հիմա պետք է ավարտենք։ այո։ Եվ գարանք զրուցել հետո, այո։ Շնորհակալություն։ Աղոթքի բանտա, որոշները Դավիթ, շատ շնորհակալություն։ ես ցեզ